Մենք պետք է այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու է վերջ, ավարտվեց, ոչ, 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսում է և մենք մեր թոշակառուների կամ մեր ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք։ Այս մասին ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետեւ ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 եւ բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետեւ հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ Այսինքն սա մարդու, մենք պետք է այդ բանը, այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու վերջ ավարտվեց, ոչ, 63 տարեկանում կյանքը չի ավարտում, 63 տարեկանում կյանքը սկսում է։ Հայաստանն ու Եվրոպական միությունը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Մի քանի չվերթի ինքնաթիռներ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից եւ Եկատերինբուրգից չեն կարողանում վայրեջք կատարել Երևանում։ Այս մասին տեղեկացնում են Զվարթնոց օդանավակայանից։ Մոտ 10 ինքնաթիռ շարունակում են պտտվել օդում, սպասելով վայրեջքի հնարավորությանը։ Դուբայից, Մոսկվայից եւ Աբու Դաբիից իրականացված չվերթները ստիպված են եղել վայրեջք կատարել Թբիլիսիում։ Նշվում է, որ պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են, խիտ մառախուղը։ Չի եղել որևէ փաստաթուղթ, որ ադրբեջանական կողմը ասի այո, հայկական կողմը ասի ոչ։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով բանակցային գործընթացին։ Նա ներկայացրել է, ինչ է իրենից ներկայացնում բանակցային փաթեթը։ Նախ ի սկզբանե բանակցային փաթեթը ինչի մասին է եղել, ինչպես 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին եւ ինչ անել Լեռնային Ղարաբաղի հետ, ընդ որում Լեռնային Ղարաբաղի հետ բոլոր բանակցային փաստաթղթերում պարզ չէր թե ինչ է լինելու, իսկ ինչ է լինել, եթե պարզ ինչ է լինելու, պետք է իմանաս ինչ է այդ պահին, իսկ այդ պահին բոլորը ճանաչում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մի վարքյան ավարտեմ, հեսա դետալներով էլ կանրադառնամ։ Եվ այսինքն մի կողմից մենք ունենք ռազմական բյուջեի հարաբերակցության փոփոխություն ի օգուտ Ադրբեջանի, մյուս կողմից ունենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ իրենց մերձավորների ընտանիքների ընտանեկան բյուջեների աճ, մյուս կողմից ունենք բանակցային փաստաթղթերի շարունակական վատթարացում հայկական կողմի համար եւ մյուս կողմից ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանը նույնիսկ այդ վատթարացող փաստաթղթերին չի ասում այո, որովհետեւ ներողություն ես կպատասխանեմ, որովհետեւ ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում է ավելի լավը Ադրբեջանի համար։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկը ասել է այո, եղել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանը իդեմ Սերժ Սարգսյանը ասել է այո, Ադրբեջանը իդեմ Իլհամ Ալիևի ասել է ոչ։ Դրանից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, ես հարցի եմ պատասխանում, չի եղել որևէ փաստաթուղթ, որին հայկական կողմը ասի հակառակ ասեմ, չի եղել փաստաթուղթ, որին Ադրբեջանը ասի այո եւ Հայաստանը ասի ոչ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթղթի ամբողջական բովանդակությունը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա, սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է նաև Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները եւ
Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Այս ռազմավարական օրակարգում որպես համագործակցության նոր ոլորտ ներառված են անվտանգությունը եւ պաշտպանությունը, որոնց նպատակը Հայաստանի դիմակայունությունն, անվտանգությունը եւ կայունությունը բարձրացնելն է։ Օրինակ 2024 թվականին ԵՄ-ն եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում ընդունել է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու անդրանիկ միջոցառումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ կապի մեջ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծվի արդար եւ երկարատև խաղաղությամբ։ Քաղաքական գործչի խոսքով Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ հնարավորինս շուտ խաղաղության դուռը բացելու համար։ Թուրքիայի ղեկավարը ընդգծել է, որ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար պետք է առավելագույնս արդյունավետորեն օգտագործվեն դիվանագիտական միջոցները եւ որ Անկարան կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել հրադադարի գործընթացին եւ հետագա ջանքերին։ Եվրամիության որոշ երկրների առաջնորդներ ձգձգում են Ուկրաինայում հակամարտությունը միությունը ռազմական դաշինքի վերածելու համար, հայտնել է Լյուքսեմբուրգի Եվրախորհրդանի падգամավոր Ֆերնանդ Կարթհայզերը։ Որոշ եվրոպական առաջնորդներ ուզում են ձգձգել հակամարտությունը ԵՄ ռազմական դաշինքի վերածելու եւ Եվրոպական հանձնաժողովը միասնական եվրոպական դաշնային պետության կառավարության նմանեցնելու համար, առանց անդամ պետությունների որևէ համաձայնության, ասել է Եվրախորհրդանի անդամը։ Կարթհայզերը հավելել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ձգձգվում է հենց ի վնաս հանրապետության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տարածքային վեճերը նշել է որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական վիճելի կետերից մեկը։ Նրա խոսքով վիճելի տարածքը մոտավորապես 30-50 կիլոմետր է եւ կազմում է Դոնեցկի ժողովրդական հանրապետության 20%-ը, որը ներկայումս գտնվում է Կիևի վերահսկողության տակ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարողացել են զգալիորեն մեծացնել ձեռքբերումները Prioritize Ukraine Requirements List ծրագրի շրջանակում ամերիկյան պաշտպանական ձեռնարկություններից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով գործընթացը ընթանում է արագացված տեմպերով եւ առաջիկայում հնարավոր է, որ ընդհանուր գումարը հասնի $5 միլիարդ։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ այդ գումարը ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եւ Ուկրաինային անհրաժեշտ կլինի ավելի մեծ աջակցություն։ Ռյուտեն կոչ է արել դաշինքի երկրներին շարունակել ամրապնդել Կիևի պաշտպանունակությունը, հավելելով, որ 2026 թվականի համար ՆԱՏՕ-ի ընդհանուր պատվերները պետք է կազմեն առնվազն $50 միլիարդ։ Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կատարվում են անհրաժեշտ քայլեր, արձագանքելով վերջին կոռուպցիոն սկանդալներին, որոնք ներառում էին ավելի քան $100 միլիոն հափշտակություն պետական գնումների շրջանակում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հնարավոր է համարել Սիրիայի հետ անվտանգության համաձայնագրի կնքումը Դամասկոսից հարավ գտնվող տարածքներն ապառազմականացնելու դեպքում, ինչպես նաև պայմանով, որ Իսրայելը շարունակի վերահսկել Գոլանի բարձունքների բուֆերային գոտին։ Մենք անպայման ակնկալում ենք, որ Սիրիան կստեղծի ապառազմականացված անվտանգության գոտի Դամասկոսից մինչև բուֆերային գոտի, ներառյալ իհարկե Հերմոն լեռան եւ դրա գագաթի մատույցները։ Մենք պահպանում ենք այս տարածքները Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար եւ սա է մեզ պարտավորեցնում։ Լավ ոգով եւ այս սկզբունքների ըմբռնմամբ կարելի է համաձայնության գալ նաեւ սիրիացիների հետ, բայց մենք ամեն դեպքում կպահպանենք մեր սկզբունքները, ասել է Նեթանյահուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան գործարար Ջարեդ Քուշները առանցքային դեմք է դառնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին գրում է CNN News-ը։ Քուշները, որը մի քանի շաբաթ եղել է ԱՄՆ պատվիրակության կազմում, ուկրաինացի պաշտոնյաների հետ երկու բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ կրկին դարձել է Թրամփի վարչակազմի դիվանագիտական ջանքերի առանցքային դեմքը, ընդգծել է CNN-ը։ CNN-ի եւ Wall Street Journal-ի տեղեկություններով Քուշները եւ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրում է 28,000 գրիվնա աշխատավարձով, որը կազմում է մոտավորապես 50,000 ռուբլի, եւ նաեւ խնայողություններ ունի բիզնես նախագծերից։ Հաշվետվության համաձայն 2024 թվականին Զելենսկին վաստակում էր 28,000 գրիվնա, որը կազմում է երկրում պետական ծառայողի միջին աշխատավարձի կեսը։ Լրագրողների խոսքով հարմարավետ ապրելակերպ պահպանելու համար Զելենսկին հույսը դնում է քառորդ 95-ում աշխատելու ժամանակվա խնայողությունների վրա։ Զելենսկին լավ խնայողություններ ունի, նա հաջողակ էր բիզնեսում, ուստի կարող է իրեն թույլ տալ եւ դա ըստ էության կարող է կամավոր աշխատել այս պաշտոնում, նշել է ուկրաինացի տնտեսագետ Վլադիմիր Դուբրովսկին։ Երեկվա դատական նիստից եւ լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հրավիրվել է քննչական կոմիտե Բագրատ Սրբազանի գործով հարցաքննվելու նպատակով։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է, որ հարցաքննությունը տեղի կունենա այսօր։ Դեկտեմբերի 2-ին Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածքային հոգևոր հովիվ Տեր-Թադե Քահանա Թախմազյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Տեր-Թադե Քահանան վարկաբեկել է հայ եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով։ Իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ, մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին։ Պատարակներին ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է, փաստացի շղթելով նվիրապետական կարգը իրեն դուրս դնելով եկեղեցուց եւ ըստ էության հարելով հերձվածողական շարժմանը։ Եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Արամայիս Թախմազյան Ավազանի անունով։ Ռուսաստանը չի կարող ռազմական առումով հաղթել Եվրոպային։ Այս մասին ըստ BBC-ի եւ Թելեգրաֆի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով։ Պաշտոնյան արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրոպայի դեմ կռվելու իր պատրաստակամության մասին հայտարարությանը։ Դաշինքի ներկայացուցչի խոսքով ՆԱՏՕ-ն միասնական է ինչպես երբեք իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հիշեցրել է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը փոխադարձ պաշտպանության մասին։ Նրա կարծիքով Ռուսաստանը ուժեր կամ հնարավորություններ չունի իրականում ռազմական առումով հաղթելու համար։ Ռուսաստանը չի զիջելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի 3 կետերի հարցում, հաղորդում է ամերիկյան NBC News-ը։ Լրագրողների խոսքով այդ կետերից մեկը Դոնբասի տարածքի նկատմամբ վերահսկողությունն է։ Հերոստալիքը նաև հաղորդել է, որ Ռուսաստանը չի զիջելու Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակման կամ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից նոր տարածաշրջանների ճանաչման հարցում։ Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը։ Ամերիկյան կողմից մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Վրաստանը չի ճանաչում Աբխազիան եւ Հարավային Օսիան, ուստի ներկայումս քաղաքական երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ չկան։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ չկան, քանի որ Թբիլիսին պահպանում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ռեժիմի ժամանակ որդեգրած դիրքորոշումը։ Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապել Ռուսաստանի կողմից Աբխազիայից եւ Հարավային Օսիայից հրաժարվելու հետ, հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը։ Վերջինս այս պահանջը համարել է անիրատեսական։ Այո, սպասում էի, որ կարգալույծ կլինեմ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի հետ զրույցում ասել է կարգալույծ հռչակված Տեր-Թադե Քահանա Թախմազյանը, նշելով, որ առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել։ Ավելի վաղ Տեր-Թադեն հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, թե միանում է եկեղեցու դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը Հովանավանքի նախկին հոգևոր հովիվ Տեր Ստեփան Ասատրյանին։ Տեր-Թադեն նշել էր, թե իբր եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն անարգված։ Նա նաև մասնակցել էր Ստեփան Ասատրյանի կողմից Հովանավանքում մատուցված կեղծ պատարագին։
Հոգևորականները պետք է քաղաքական դիրքորոշում ունենան։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով սահմանադրությունը չի կաշկանդում հոգևորականներին։ Հոգևոր հայրերի համար իրենք մշտապես ազգային խնդրահարույց իրավիճակներում հանդես են եկել իրենց խոսքով, մշտապես իրենք եղել են եկեղեցին այն կառույցն է հանդիսացել ու իզուր չէ նաև մեր սահմանադիրների հեռատես ու կուռ կամքը, որ մեր սահմանադրության մեջ հայ առաքելական Սուրբ եկեղեցու առանցքային դերը ընդգծված է։ Որն է առաքելությունը հայ եկեղեցու նպատակը։ Ուղղակիորեն սահմանադիրը ասում է եկեղեցու հիմնական գործունեության նպատակներից է հայի ինքնության պահպանումը եւ մշտապես եկեղեցին դարերի ընթացքում տարբեր իրավիճակներում անգամ երբ մենք պետականություն չենք ունեցել, հենց իր կուրկամքով, հայտարարություններով, իր վճռական քայլերով մեր հոգևոր հայրերի դեմքով ապահովել ու հասցրել է մեզ 21-րդ դար։ Իսկ ի հեճուկս ու ի տարբերություն եկեղեցու, ում համար չկա կոնկրետ վարքագծի արգելք մեր օրենսդրությամբ, վարչապետը դա բարձրաստիճան պաշտոնական անձ է ու իր համար իր անելիքների հստակ շրջանակ կա։ Ու այս ամենը ինչ տեղի է ունենում իշխանության եւ պաշտոնատար անձանց կողմից, դա կոնկրետ օրենքի շրջանակների սահմաններից դուրս գալ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովում խոսել է պետական պարտքի ավելացման մասին։ Երկրի ղեկավարը մատնանշել է դրա պատճառներից մեկը՝ Արցախի հետ կապված չնախատեսված ծախսերը։ Հաջորդը, այս մի ուղղությունն է, հաջորդ ուղղությունը ինչ որ պարտքը ավելացա, կապված է Ղարաբաղի փախստականների եւ Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ չկա եւ պարզապես գոյություն չունի։ Չեմ ասում, իհարկե նախկինում եղել են վարկային պայմանագրեր եւ այլ, այսինքն ինչ որ բնական ունաչ պետքա նախատեսված լինի։ Բայց ընդհանուր առմամբ գնահատելով կառավարության նախորդող շրջանի աշխատանքը, ես ուզում եմ ասել հարգելի գործընկերների միջալոց ուզում եմ ասեմ, որ երբ որ կառավարություն ասում եմ, նկատի ունեմ իհարկե ներառյալ քաղաքական մեծամասնության, խորհրդարանական մեծամասնությունը, որովհետև պարզ է, որ առանց խորհրդարանական աջակցության կառավարությունը չի կարող աշխատել։ Քաղաքական մեծամասնության աշխատանքը ես ուզում եմ ասել, որ ես լավ եմ գնահատում իր աշխատանքը։ Բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդ։ Եթե Եվրոպան պատերազմ սկսի Ռուսաստանի հետ, այն շատ արագ կավարտվի։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում ռազմական գործողությունների մասին ՎՏԲ Ռուսաստանը կանչում է ֆորումում իր ելույթից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է Լենտարոյի թղթակիցը։ Պետության ղեկավարի խոսքով եվրոպական երկրների հետ պատերազմի դեպքում Ռուսաստանը կգործի այլ կերպ, քան Ուկրաինայում։ Կարծում եմ դա շատ արագ կլինի, սա Ուկրաինան չէ։ Ուկրաինայի հետ մենք գործում ենք զգուշորեն, պատճառաբանել է Ռուսաստանի առաջնորդը։ Նիդերլանդները մտադիր է մոտ ժամանակներս փակել Ուկրաինայից փախստականների ընդունման կենտրոնները, այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Հողում անելով միգրացիայի եւ ապաստանի հարցերով նախարարի պաշտոնակատար Մոնա Քեյզերին։ Հրապարակման համաձայն Նիդերլանդները ձգտում է հնարավորինս շուտ փակել ուկրաինացի փախստականների ընդունման կետերը, քանի որ դրանց պահպանումը շատ թանկ է բյուջեի համար։ Քեյզերի խոսքով այս ֆոնին Նիդերլանդները երկիր ժամանած ուկրաինացիներին ինքնուրույն բնակության անցնելու ծրագիր է պատրաստում։ Բացի այդ Ուկրաինայի քաղաքացիները կկորցնեն իրենց առանձին կարգավիճակը եւ պարտավոր կլինեն ինքնուրույն վճարել համալսարաններում ուսման եւ բժշկական ապահովագրության համար։ Պարբերականի տվյալներով ընդունելության որոշ կետեր կարող են վերածվել սովորական բնակարանի։ Շվեյցարիա ազգային խորհուրդը որոշել է մեղմացնել շվեյցարական զենքի պատերազմական գոտիներ արտահանումն ու վերարտահանումը արգելող օրենքը։ Այս մասին հայտարարվել է երկրի խորհրդարանի կայքում։ Երեքշաբթի օրը մեծ պալատը 120 կողմ 63 դեմ եւ 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդհանուր քվեարկությամբ հաստատել է ռազմական նյութերի մասին օրենքի մի քանի մեղմացումներ, ասվում է հայտարարության մեջ։ Այնուհետև օրինագիծը կներկայացվի պետությունների խորհրդին, քվեարկության եւ հավանաբար հետագայում կդրվի
հանրաքվեի օրինագծում բացատրվում է, որ 25 արևմտյան երկրների խումբը շատ ավելի մեծ ազատություն կունենա, քան այսօր ունեն կոնֆեդերացիայից զենք եւ ռազմական տեխնիկա գնելիս։ Նույնիսկ եթե նրանք ներգրաված լինեն ռազմական գործողություններում, Շվեյցարիան իրավունք կունենա նրանց զենք մատակարարել։ Բացառություններ կկատարվեն այն երկրների համար, որոնք բազմիցս եւ զգալիորեն խախտում են մարդու իրավունքները։ Միևնույն ժամանակ, ինչպես նշված է փաստաթղթում, Շվեյցարիայի կառավարությունը պահպանում է ցանկացած ռազմական մատակարարման վրա վետո դնելու իրավունքը, հատկապես այն դեպքերում, երբ նրա անդամները կարծում են, որ զենքի վաճառքը կարող է սպառնել երկրի չեզոքությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները այլևս ֆինանսապես չի մասնակցում ուկրաինական ճգնաժամին։ Նա նշել է, որ երկիրը հանձնառու է դադարեցնելու հակամարտությունը։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ինչպես գիտեք, մենք խնդիր ունենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության հետ կապված, որը մեր ժողովուրդը ներկայումս փորձում է լուծել։ Մենք այլևս ֆինանսապես չենք մասնակցում այդ հակամարտությանը, ասել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եւ ամերիկացի առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները ըստ բրիտանական Times 30 փաստացի հեռացրել են Կիևի համար ավելի բարենպաստ համարվող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոին Ուկրաինայի խաղաղության բանակցություններից։ Նախագահ Թրամփի փեսան եւ Սպիտակ տան հատուկ դեսպանորդը գրեթե 4 տարվա պատերազմից հետո դարձել են Ամերիկայի առաջատար բանակցողները Ռուսաստանի հետ։ Գործնականում անտեսելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոին հայտնել է հրատարակությունը։ ԱՄՆ վարչակազմը քննարկում է գործող մուտքի արգելքը 19-ից մինչև մոտ 30 երկիր ընդլայնելու հարցը։ Վաշինգտոնում ազգային գվարդիայի զորքերի վրա տեղի ունեցած աղմկահարույց հարձակումից հետո հաղորդել է CBS News-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Աղբյուրները ընդգծել են, որ որոշումը դեռևս վաղ փուլում է եւ ցուցակի կազմը կարող է փոփոխվել։ ԱՄՆ վարչակազմը նոր միջոցառումների քննարկումը կապում է Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակման հետ, որը ենթադրաբար իրականացրել է աֆղան քաղաքացի, ով երկիր է մուտք գործել 2021 թվականի սեպտեմբերին եւ ապաստան է ստացել այս տարվա ապրիլին, պարզաբանել է CBS-ը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վերահաստատել է դաշինքի հանձնառությունը, ընդունել Ուկրաինային իր շարքերը, սակայն պարզաբանել է, որ սա ապագայի հարց է։ Կազմակերպության անդամ պետությունների միջև ներկայումս միաձայն համաձայնության բացակայության պատճառով։ Դուք տեսաք Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները, որոնք ցույց տվեցին, որ Ուկրաինան անդառնալի ճանապարհով է գնում դեպի ՆԱՏՕ։ Աշխարհի մեր հատվածի ցանկացած երկիր կարող է դիմել դաշինքին անդամակցելու համար։ Ուկրաինան դա արել է, բայց մյուս կողմից կան գործնական իրողություններ։ Ներկայումս մենք ՆԱՏՕ-ի միաձայնություն չունենք Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, հայտնել է Ռյուտեն։ Նրա խոսքով սա վերաբերում է նաև խաղաղության համաձայնագրին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրական թեկնածուների ցանկում մնացել են ընդամենը 2 անուն։ Եկ-60-ի հետ զրույցում այս մասին հայտնել են քաղաքական վերլուծաբան Պավել Ֆելդմանը եւ նախկին падգամավոր Վլադիմիր Օլեյնիկը։ Ըստ Ֆելդմանի, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսայի դեմ բացեիպած հանդես գալը շատ ուկրաինացի քաղաքական գործիչների համար դժվար է, ծառայելով Ուկրաինայի զինված ուժերում շուրջ 22 տարի։ Իսկ նախկին падգամավոր Օլեյնիկն իր հերթին գլխավոր հավակնորդ է համարում Մարիանա Բեզուգլայային, նշելով, որ նրա սուր եւ ոչ միշտ կանխատեսելի կերպարը ներկայում կարող է համապատասխանել թիմի պահանջներին։ Նրա խոսքով իշխանությանը պետք են մարդիկ, որոնք պատրաստ են կոշտ եւ ոչ ստանդարտ լուծումների։ Դրանից ելնելով Բեզուգլայան դիտարկում է որպես հավանական փոխարինող նախկին ղեկավար Անդրեյ Երմակին։ ՀՀԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է ՀՀԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը։ Այս մասին ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Այդ կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր եւ ավելի հավակնոտ փուլ ընդհանուր տեսլականով եւ պատասխանատվությամբ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը», ասել է Միրզոյանը։
Նախագահի հրամանագրովներում է շնորհվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Հուսով եմ, որ այս պրակտիկան եւս կլինի շարունակական։ Այս մասին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նա նաեւ նշել է, որ համաներում դեռ չի ակնկալվում եւ մանրամասնել։ Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։ Կցանկանայի նշել, որ այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը, կենտրոնանալով անհատականացման մոտեցման վրա։ Սա նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները եւ պրոբացիայի ծառայողները պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ավելի լավ եւ ճիշտ գնահատեն անձի դրսեւորած վարքագիծը պատիժը կրման ընթացքում։ Նրա վերասոցիալականացման աստիճանը եւ պատրաստ լինելու աստիճանը վերադառնալ դեպի մեր հասարակություն, նշել է Սրփուհի Գալյանը։ Իշխանության հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ եւ ամբողջությամբ անօրինական մեխանիզմ։ Նման բացահայտում է արել Անտիկորը։ Քննչական կոմիտեում Անտիկորի աղբյուրները հայտնել են, որ արդեն տևական ժամանակ է քաղաքական իշխանության ուղիղ հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ եւ ամբողջությամբ անօրինական մեխանիզմ, որը կիրառվում է հատկապես ընդդիմադիր գործիչների, անհնազանդ պաշտոնյաների եւ իշխանությանը անհարմար քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։ Աղբյուրների փոխանցմամբ ազգային անվտանգության ծառայությունն իրականում գաղտնալսում է առանց որևէ թույլտվության 24 եւ 7 ռեժիմով։ Այսինքն նախ գաղտնալսում են, իսկ թույլտվությունը վերցնում են միայն այն պարագայում, երբ սպառնում է բացահայտում կամ երբ պետք է ապացույց ձևավորել։ Ըստ քննիչների, երբ որևէ բան են գտնում, արդեն հետո են դիմում դատարան, հետին թվով թույլտվություն ստանալու համար։ Քննիչների խոսքով գործնականում գրեթե ամեն գաղտնալսում օրինականացվում է հետին թվով, իսկ դատավորների գրասենյակները կարկատում են հետադարձ ամսաթվերով որոշումներ, որպեսզի ստեղծվի իրավաչափության պատրանք։ Անտիկորի տվյալներով ընդդիմադիր կամ իշխանությանը ոչ հարմար անձանց նկատմամբ գործում է գաղտնի փաստացի քաղաքական գործընթաց։ Ապօրինի գաղտնալսումից ստացված խոսակցությունը օրենսգիրքը չի թույլատրում որպես ապացույց օգտագործել, քանի որ դրանք ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների մասին են։ Այդ ձայնագրությունները ուղարկվում են վարչապետի աշխատակազմ։ Աշխատակազմը դրանք հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին։ Լրատվամիջոցները հրապարակում են որպես արտահոսք մամուլում։ Իսկ դրանից հետո արդեն իրավապահները հղում են կատարում մամուլում հայտնված հրապարակմանը եւ դրա հիմքով հարուցում գործ ու ներկայացնում կալանքի միջնորդություն։ Այս սխեման արդեն կիրառվել է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ եւ ընկնում է քաղաքական հետապնդման դասական մոդելի մեջ, ասված է Անտիկորի բացահայտման մեջ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում դեկտեմբերի 3-ից 3-ը 4-ից 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին 8-ին սպասվում է անձրև։ Մարզերում դեկտեմբերի 3-ից 3-ը 4-ից 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ից 3-ն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ից 8-ին կնվազի 2-ից 5 աստիճանով։